Եկեք բարձր ծափահարենք Հիսուսին։ Սիրելիներս, այսօր ուրախության օր է։ Շատերը օրհնվեցին այսօր։ Աստված մեզ ցույց տվեց իր խոսքի հայտնությունը, եւ ես վստահ եմ, որ այսօր եւս մենք շատ օրհնյալ հավաքույթ ենք ունենալու։ Ես հույս ունեմ, որ դուք կբացեք ձեր սրտերը Տիրոջ օրհնությունները ստանալու համար։ Եկեք միասին կարդանք Եսայի 60-րդ գլխի առաջին եւ երկրորդ խոսքերը։ Վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Իսկ երկրորդ խոսքում արդեն բացատրում է, թե ինչու է այդպես ասում։ Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, այսինքն իմաստության եւ գիտության պակաս, եւ մառախուղն ազգերը դա պատել է ժողովրդին։ Մենք բոլորս ծնվել ենք Աստծուց բաժանված, քանի որ առաջին մարդը անհնազանդություն գործեց ու Տիրոջ պատվերը մերժեց։ Երկու, եւ մառախուղն ազգերը դա պատել է ժողովրդին, ողջ մարդկությանը։ Մենք բոլորս ծնվել ենք Աստծուց բաժանված, քանի որ առաջին մարդը անհնազանդություն գործեց ու Տիրոջ պատվերը մերժեց, ուտելով արգելված պտուղը, որ նախ Եվան կերավ ու նաև տվեց Ադամին, որ նա նույնպես ճաշակի, իսկ արդյունքում նրանք բաժանվեցին Աստծո ներկայությունից։ Երկու, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը եւ մառախուղն ազգերը։ Ողջ մարդկության մեջ մեկը չկար, որ իմաստություն ունենար Տիրոջը փնտրելու։ Բայց մենք պետք է գնանք ու մարդկանց մեջ տարածենք աստվածային իմաստությունն ու խոսքի սերմերը, ինչպես եւ անում ենք, փառք Աստծուն դրա համար։ Մենք հասել ենք գրեթե ողջ աշխարհին, հեռուստատեսության միջոցով անգամ մինչև Հնդկաստան։ Գուցե հազարավոր մարդիկ, որ երբևէ չէին կարող լսել Աստծո խոսքը, հիմա ապաշխարում են։ Շատերը Հիսուսի անունով բժշկվել եւ ազատագրվել են, եւ մի հոգին փրկվելով իր ընտանիքի բոլոր անդամների ապաշխարության պատճառ է դառնում, քանի որ մեկի կյանքում Աստված գործում է եւ այդ վկայությունը տարածվում է բոլոր ազգականների, հարևանների միջև։ Լույսը ծածուկ մնալ չի կարող, իսկ Սուրբ Հոգին լուսավորում է մարդկանց սրտերը, բայց շատ երկրներում տեղական կրոնները ճնշում են քրիստոնեությանը։ Մարդիկ դեմ են կանգնում ավետարանին։ Շատ տեղերում թույլատրելի է, երբ մարդն իրեն Աստված հռչակի եւ նոր կրոն ձևավորի, բայց երբ մեկը գալիս է Քրիստոսի մասին խոսելու, նրան արգելում են, քանի որ չարը գիտի, որ Հիսուսը գալիս է լուսավորելու, մարդկանց ազատ արձակելու։ Եթե մեկը կանգնի ու ասի, թե ինքն Աստված է, կհամարվի շարքային ստախոս եւ վերջ, բայց քրիստոնեության մասին խոսելը լուրջ սպառնալիք է։ 62 Բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Ինչու՞։ Քանի որ նա քեզ հետ ծրագիր ունի։ Նախ նա չի ուզում, որ մեկը կորսվի, այլ որ բոլորը մտնեն իր աստվածային կատարյալ ներկայության մեջ։ Հիմա եկեք ուշադիր միասին կարդանք երրորդ խոսքը, որ զարգացնում է ասելիքը։ Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը, քո ընտանիքը դարձի կգա Աստծուն, եթե թույլ տաս Քրիստոսի լույսը վառվի քո մեջ, ու մի օր քո ընտանիքը կասի Աստված բարի է, քանի որ կտեսնես Աստծո մեծ գերբնական գործերը քո կյանքում, կտեսնեն, թե քո կյանքի խնդիրներն ինչպես են լուծվում Հիսուսի միջոցով, ու հենց այդ պատճառով էլ ամբողջովին կփոխվեն, կապաշխարեն։ Երրորդը, եւ թագավորները դեպի քեզ վրա ծագած պայծառությունը, սա նշանակում է, որ քո կյանքի վկայությունը մյուսների օրհնության պատճառ կարող է դառնալ։ Այսօր այն օրն է, որ ձեռքերդ վեր պարզես ու ասես. ես կփնտրեմ Աստծուն, քանի որ Աստված հիմա այստեղ է, որ հանդիպի քեզ, օրհնի ու հրաշքներ կատարի քո կյանքում։ Եկեք սովորենք Հիսուսի աղոթքից։ Երբեմն մենք կարող ենք անել ճիշտ աղոթքներ, երբեմն էլ սխալ։ Հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում, թե նա ինչ է մեզ ասում, որ անենք, եւ անհնազանդ գտնվելով
խախտում ենք նրա օրենքները։ Մատթեոս 6:5 Հիսուսը սովորեցնում է, թե ինչպես ճիշտ աղոթենք, նպատակային, եւ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները։ Այսօր աշխարհը կեղծ է։ Հուներենում կեղծավոր բառը օգտագործել են դերասան իմաստով, նաև որպես բեմի խաղացող, ով աշխատում էր թատրոններում, դեր էր կերտում, եւ այսօր, ում գործերը չեն համապատասխանում իրենց համոզմունքներին, մեր օրերում կոչվում են կեղծավորներ։ Շարունակենք, Մատթեոս 6:5-6 Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարանների մեջ եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անել, որ մարդկանց երևան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքն առած են, իսկ հետո շարունակում է. բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը, դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Այստեղ հատուկ կերպով կրկնվում է ծածուկ բառը։ Աստված տեսնում է ծածուկում եղածը, որ ոչ ոք չի տեսնում։ Նա տեսնում է ձեր սրտի ատելությունը, որ կա ինչ-որ մեկի հանդեպ, թեև դուք նրան տեսնելիս սիրալիր ժպտում եք, հարցնում, թե նա ինչպես է կամ կատակում նրա հետ, բայց սրտի խորքում դուք դրական տրամադրվածություն չունեք այդ մարդու հանդեպ, ու Աստված դա տեսնելով չի կարողանում ձեզ օրհնել։ Եվ սատանան նույնպես որպես կանոն կարողանում է տեսնել ծածուկ բաները, եւ նա կարող է ձեզ առիթ տալ, որ ընկնեք ու դրա գինը վճարեք։ Բարեկամներ, Աստծո հետ քայլելուց, նրա հետ ապրելուց ու նրա կամքը կատարելուց ավելի լավ բան չկա աշխարհում։ Եվ խոսքն ասում է, որ ուղիղ սրտով աղոթելու դեպքում Աստված վարձահատույց կլինի։ 6:7 Եվ աղոթք անելիս շատախոս մի լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Տեր, ես սա եմ ուզում, դու գիտես, որ ես քեզ եմ պատկանում, դու գիտես ես ինչ կանեմ, եթե այս բանն անես ինձ համար, բայց Աստված ձեր բարին գործելու պարտականությունը կատարելու դիմաց չի, որ ձեզ օրհնում է, օրհնվելը ձեր իրավունքն է, որ դուք ունեք, բայց կորցնում եք այն, երբ չեք անում այն, ինչ բարի է։ Հիսուսը սա խոսում էր փարիսեցու հետ, երբ սինագոգում էր, երբ այնտեղ մի կին կար, որ 18 տարի կռացած էր քայլում եւ բոլորը սպասում էին, որ Հիսուսը բժշկի նրան։ Իսկ Հիսուսն այս ասաց. «Միչև կնոջը բժշկելը, քանի որ օրը շաբաթ էր ու հրեաները օրենքով ոչինչ չպետք է անեին այդ օրը, ձեզ մի բան հարցնեմ. եթե շաբաթ օրը ձեր ավանակը, եզը կամ ոչխարը կամ անգամ մի մարդ փոսն ընկնի, միթե նրանց դուրս չեք անի։ Այդ դեպքում ես ինչու չպետք է բժշկեմ այս կնոջը, ում սատանան 18 տարի կապել է։ Մեկ այլ խոսքով ասած, եթե ես գիտեմ բարին գործելը, բայց չեմ անում, ես չարագործ եմ համարվում»։ Աստված կանչեց Կայենին եւ զգուշացրեց, որ սատանան դռան հետևում պառկած է, բայց Կայենը չընդունեց դա ու թողեց, որ ատելությունը խորանա իր սրտում, որի հետևանքով սպանեց իր եղբորը։ Կայենը եղավ աշխարհի առաջին մարդասպանը, երբ գոյություն ունեն միայն Կայենը, Աբելը, Ադամը, Եվան։ Մի օր նա սպանեց իր եղբորը, որի պատճառով զրկվեց օրհնությունից, բայց երբ ծնվեց Սեթը, նորից հիմք դրվեց շնորհքի որդիների սերնդին, որից հետո Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստծո որդիները հավաքվեցին եւ սատանան եկավ։ Մարդկանց դուստրերը գեղեցիկ էին եւ Աստծո որդիները ցանկացան նրանց։ Սեթի սերունդը օրհնված էր, բայց Կայենինը ոչ, մեղքի պատճառով։ Բայց տեսնում ենք, որ Սեթի որդիներն ամուսնացան Կայենի դուստրերի հետ ու հսկաներ ծնվեցին։ Սա հրեշտակների մասին չէ, քանի որ հրեշտակները սեռ չունեն։ Ամուսնությունը նախատեսված է միայն երկրի վրա ապրող մարդկանց համար, քանի որ երկնքում մարդիկ չեն ամուսնանալու ըստ Աստծո խոսքի։ Դրա համար այս կյանքում մենք պետք է ապրենք ըստ Աստծո կանոնների։ Եթե ամուսնացած եք,
Մնացեք ամուսնացած եւ ձեր կողակցի փոխարեն ուրիշի մասին մի մտածեք, դա շնություն է։ Հիսուսն ասաց. եթե մեկին նայեք նրան ցանկանալու համար, արդեն իսկ շնություն եք գործել։ Ցանկացած մեղք, լինի երևացող, չերևացող, տանում է անեծքի եւ կործանման։ Հիմա վերադառնանք Մատթեոս 6-րդ գլուխ։ Շարունակենք եւ սերտենք աղոթք հասկացողության հաջորդ հատվածը։ Մատթեոս 6:7-8 Եվ աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Արդ նրանց մի նմանվեք, համակ ուշադրություն դարձրեք։ Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է աղոթել։ Մինչև ձեր հոգսերը Տիրոջ առաջ բերելը, դուք նախ պետք է մտնեք նրա ներկայության մեջ, փառաբանեք նրան, փնտրեք նրան։ Եթե մեղք եք գործել, պետք է խոստովանեք, որից հետո ներկայացնեք ձեր խնդիրներն ու աղոթեք։ 8. Որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեզ, ձեր նրանից խնդրելուց առաջ։ Մինչև ձեր բերանը կբացեք, Աստված արդեն գիտի, եւ եթե դուք Աստծուց խոսք ունեք, այն ձեզ կպատրաստի Տիրոջ օրհնությունները ստանալու համար։ Տերը կօրհնի ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Հեսուն հաջորդեց Մովսեսին։ Մովսեսը մահացավ, բոլորն էլ մեկ օր մահանալու են։ Հեսուն դարձավ առաջնորդ։ Նա ճեղքեց Հորդանան գետը, որ իսրայելցիները գրավեին Երիքովը։ Դա խոստացյալ երկրի, Քանանի առաջին քաղաքն էր, որ նրանք պետք է գրավեին, բայց քաղաքը պարսպապատ էր, պարիսպները շատ ամուր էին, շատ բարձր, այն գրավելը անհնար էր թվում, բացի այդ նրանք զենքեր չունեին, դրա համար Աստված հրաշք պետք է գործեր։ Հեսուն որպես հոգևոր մարդ ոչնչից չվախեցավ, նա շատ համարձակ էր, համարձակությունը վախի բացակայությունն է, օրինակ առյուծը համարձակ կենդանի է, անգամ եթե նրա վրա ատրճանակ պահեք, նա միևնույնն է, կցատկի ձեզ վրա, քանի որ նա չի վախենում, որ դուք նրան կսպանեք, նա նախ ուզում է ձեզ ոչնչացնել, դրա համար եթե ուզում եք առյուծ սպանել, պետք է շատ արագաշարժ լինեք, այլապես նա կուլ կտա ձեզ, եւ Հեսուն մտածում էր, ինչ անեմ, հետո նա իր սրտում զգաց, որ պետք է գնա եւ ուսումնասիրի քաղաքի շուրջը, որ հասկանա, թե ինչպես կարող է գրավել այն։ Հիմա բացենք Հեսու 5-րդ գլուխ 13-րդ խոսք։ Եվ երբ որ Հեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ, նա նայում էր պարիսպների բարձրությանը, որ սրանց չափ բարձր էին, շատ լայն ու ամուր։ Այն ժամանակներում թնդանոթներ ու դինամիտներ չկային, միայն ձեռքով կռվելու զենքեր էին։ Որոշ ֆիլմերում նկարահանված է, թե ինչպես էին սայլերի վրա գերաններ դնում եւ դրանք հրելով դեպի պարիսպները փորձում էին պատերը թուլացնել։ Դա շատ բարդ տեխնիկա էր, բայց Հեսուն սպասում էր, թե Տերը իրեն ինչպես կառաջնորդի։ Վերադառնանք Հեսուին, 13-րդ խոսք։ Ահա իր դիմացը մեկ մարդ էր կանգնել եւ նրա ձեռքին մի մերկ սուր, նա թուրը հանեց պատյանից, կարծես պատրաստվում էր մենամարտել։ Հեսուն տեսավ, որ նա իր ժողովրդից չէ, նա փախավ, ոչ, Աստծո ծառան այս դեպքում եւս համարձակ գտնվեց ու վախերին տեղ չտվեց։ Ինչ արեց Հեսուն, գնաց այդ մարդու մոտ, որն իր տեղում կանգնած էր եւ հարցրեց, 13. Մեզանից ես դու, թե մեր թշնամիներից, եթե թշնամի ես, ապա կռիվը հենց այստեղ կսկսվի, քանի որ թուրդ մերկացրել ես, մենք հենց հիմա կմենամարտենք, հիմա կհարցնեք ինձ, Աստծո ծառան պետք է այսպես խենթ լինի, ես կասեմ ոչ, Աստծո ծառան պետք է միշտ հետևի Աստծո առաջնորդությանը, եթե ձեր հոգում չեք զգում, որ Աստված ձեզ կօրհնի տվյալ հարցում, ապա միշտ տապեք համարձակություն հավաքել ու մտնել դրա մեջ։ Մի հովիվ ինձ պատմեց, որ մի կին մի օր եկավ նրա մոտ ու խնդրեց, որ նա աղոթի իր որդու հարության համար։ Հովիվը գնաց այնտեղ, որտեղ տղայի դին էր դրված, աղոթեց, աղաղակեց, բայց տղան հարություն չառավ։ Ինչու՞։ Քանի որ այդտեղ չկար Աստծո առաջնորդությունը, միայն Աստծուց հստակ առաջնորդվելուց հետո է, որ մեր միջոցով կարող են հրաշքներ լինել։ Հիշեք,
կատանդուվացի տղամարդու վկայությունը, ով բժշկվեց հենց իմ ծառայության ընթացքում։ Հեսու 5:13-14 Մեզանից ես դու, թե մեր թշնամիներիցը։ Եվ նա ասաց. ոչ, այլ ես Տիրոջ զորավարն եմ։ Եվ հիմա եկա։ Դա Հիսուսն էր Հեսուի առաջ։ Նա է Տիրոջ զորավարը։ 14 Եվ Հեսուն իր երեսի վրա գետինն ընկավ և երկրպագություն արավ։ Հրեշտակները երկրպագություն չեն ընդունում։ 14 Եվ նրան ասաց. ինչ է հրամայում իմ Տերն իր ծառային, երբ հարցնեք Տիրոջից ինչ անել, նա ձեզ կսովորեցնի ամեն բան։ 15 Եվ Տիրոջ զորավարը Հեսուին ասաց. ոտքերիցդ կոշիկները թանիր, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է։ Եվ Հեսուն այնպես էլ արավ։ Նա ասաց, որ Հեսուն 7 օր պետք է պտտվեր քաղաքի շուրջը առանց մեկ բառ ասելու։ Երեքովի բնակիչներն այդ տեսնելով շփոթվում էին, քանի որ նրանց արածը իսկական խենթություն էր, եւ բանակը քահանայի առաջնորդությամբ 7 օր անձայն պտտվեց պարսպի շուրջը։ Քաղաքի ժողովուրդը տեսնելով ծաղրում էին նրանց, բայց դա բանակին չկանգնեցրեց։ Նրանք մեկ բառ անգամ չարտասանեցին։ Իսկ 7-րդ օրը, ինչպես ասել էր Հեսուին, բանակը պետք է փողերը հնչեցներ եւ բարձր ձայնով աղաղակեր։ 7-րդ օրը նրանք պարիսպներից հետո պետք է լինեին, քանի որ պարիսպները տեղ չէին մնալու։ Դրանք կործանվելու էին։ Եվ 7-րդ օրը, 7-րդ պտույտի ժամանակ բանակը սկսեց բարձր աղաղակել, օրհնել ու փառաբանել Աստծուն, քահանաները հնչեցրին փողերը, եղջյուրները, պարիսպները սկսեցին շարժվել եւ երկրաշարժ եղավ, քանի որ պարիսպները սկսեցին քանդվել։ Ներսում գտնվող մարդիկ կործանվեցին, քանի որ քարերը ընկան նրանց վրա, բայց դրսում գտնվողներին ոչ մի վնաս չհասավ։ Նրանք ներս մտան, գրավեցին ողջ քաղաքն ու հիմնահատակ ավերեցին։ Բարեկամներ, երբեմն դուք ձեր խնդրին պետք է մոտենաք, ինչպես Իսրայելը մոտեցավ Երիքովի պարսպին։ Ձեզ հետ վերցնեք միայն Աստծո խոսքը եւ անգամ աղոթքի բառեր չասեք։ Մի օր ես մի որոշում պետք է կայացնեի եւ սկսեցի աղոթել, որ Տերը ինձ օգնի։ Ավելին չէի կարողանում աղոթել եւ բառերի ծոմ վերցրի ու կենտրոնացա Աստծուց խոսք ստանալու վրա։ Եվ խոսքը եկավ ու ես հասկացա, որ արդեն ժամանակն է։ Երկրաշարժի նման այն եկավ, քանդեց մտքիս կառուցած արմատացած պարիսպները։ Ես արդեն պատրաստ էի գրավել Քանանը, հասնել Աստծո խոստումներին։ Իսրայելի ժողովուրդը ներխուժեց եւ գրավեց քաղաքը։ Նրանք շատ մարտերում հաղթանակեցին, երբեք չպարտվեցին, բացի Գայի քաղաքի դեպքից։ Երբ Երիքովում Աստված նրանց պատվիրեց, որ ոչ մի ավար, ոչ արծաթ եւ ոչ ոսկի չվերցնեն իրենց հետ, այլ ամենը այրեն։ Նրանցից մեկը գողացավ ոսկի, արծաթ եւ բաբելոնյան հագուստ ու տարավ թաքցրեց իր վրանում, որի պատճառով Իսրայելը տանուլ տվեց հաջորդ պատերազմը։ Եվ Հեսուն աղոթեց. Աստված, չեմ հասկանում, մենք ինչպես պարտվեցինք։ Իսկ Աստված պատասխանեց. այստեղ անեծք կա, նզովված իր։ Հեսուն վիճակ գցեց, վիճակ ընկավ հենց այն ընտանիքի եւ այն մարդու անվան վրա, ով արել էր այդ, եւ նա ստիպված եղավ խոստովանել. այո, այդ ես եմ գողացել անիծված իրերը։ Այդ դեպքից բացի ուրիշ ոչ մի պատերազմում Իսրայելը պարտություն չկրեց։ Եթե մեկը մի սխալ քայլ է արել, անհրաժեշտ է, որ նա դա խոստովանի եւ շտկի, այլապես կգա տառապանք, Տիրոջ օրհնությունը չի լինի։ Հիմա ուզում եմ աղոթել, քանի որ Աստված ուզում է շատ օրհնություններով օրհնել մեզ։ Եթե դուք տառապում եք հիվանդությունից, լինի աստրիտ, արտրոզ, բուրսիտ կամ այլ բորբոքում, ոտքի կանգնեք, քանի որ ես հիմա աղոթելու եմ ձեզ համար։ Եթե կան մարդիկ, որ չեն կարողանում բարձրացնել ձեռքը, շարժել ոտքը, նորմալ քայլել, եթե ծանրություն կա ծնկների շրջանում, եթե խորը ցավեր ունեք, որ տանջում են ձեր ողջ մարմինը եւ չգիտեք ինչպես դա կանխել, կամ ստամոքսում խնդիրներ ունեք, որ գնալով լրջանում են, հիմա ես աղոթելու եմ։
Խոնարհեք ձեր գլուխը, փակեք աչքերը։ Տեր Աստված, սա եմ խնդիրը, ազատիր ինձ։ Ցածր ձայնով աղոթեք Տիրոջը։ Թող ձեր կողքինը ձեր ձայնը չլսի։ Թող ես ձեր ձայնը չլսեմ, միայն դուք լսեք։ Պատկերացրեք, դուք ձեր ներքին սենյակում եք, միայն դուք եք եւ Աստված։ Ծածուկում աղոթելով, Տերը ձեզ հայտնապես կպատասխանի։ Իմ ներքին սենյակում, որ իմ մեջ բնակվող քո ներկայությունն է, Տեր, ես աղոթում եմ այս ժողովրդի համար, որպես քո դեսպան։ Դու գիտես, Տեր, թե ամեն մեկիս ինչն է այստեղ բերել, որ խնդրենք քո օրհնությունը։ Մինչև այս ծառայության սկիզբը շատերը գուցե ունեցել են սրտի խնդիր։ Ես հիմա կապում եմ այդ Հիսուսի անունով, ինչպես նաև ամեն արտրիտ, արտրոզ, ջլերի բորբոքում, բուրսիտ, յուրաքանչյուր հիվանդություն, որը խանգարում է նրանց շարժել ձեռքերը, ձեռքերի մատները, ոտքերը, Աստված իմ նրանց իրանը, ազրերը, ծնկները, կոճերը, ոտքերը միջև ներփանները, սիրելի Աստված, ես կապում եմ այս չարիքը եւ վռնդում այն եւ ես ասում եմ քեզ, հիվանդության ոգի, դու իմ ձեռքում ես, ես կապել եմ քեզ, ես արգելում եմ, որ դու մնաս, հրամայում եմ դուրս գալ այս մարդկանց կյանքից, հավաքիր քո ողջ չարությունը, ծանրությունը, դժվարությունները, որով ստիպում ես նրանց քայլել տարատեսակ հենակներով։ Ես հրամայում եմ քեզ Հիսուսի անունով, հեռացիր քո բոլոր ցավերով, անհարմարություններով, Հիսուսի անունով։ Իսկ դուք ասեք, գոհանում ենք Տեր, ամեն։ Հիմա նայեք ինձ եւ փորձեք անել այն, ինչ նախկինում չէիք կարողանում անել։ Եթե չէիք կարողանում շարժել ձեր վիզը, հիմա շարժեք։ Եթե չէիք կարողանում բարձրացնել ձեր ձեռքը, հիմա արեք։ Եթե ձեր ձեռքը չէր ձգվում միջև ձեր վիզը, նորից փորձեք։ Եթե ձեր ձեռքերը չէիք կարողանում ձգել ձեր մեջքի վրա, ապա հիմա նորից փորձեք։ Հիսուս Քրիստոսի անունով համարձակ արեք։ Տերն ուզում է օրհնել ձեզ։ Սկսեք շարժել ձեր ծնկները, եթե ծնկի խնդրով եք եկել։ Տեսեք ես ինչպես եմ շարժում։ Հիմա դուք էլ այդպես շարժվեք։ Քանի որ ձեզ մոտ ստացվելու է, աջ եւ ձախ։ Մի քանի անգամ արեք, աջ եւ ձախ։ Տեսեք ես կարողանում եմ այսպես անել։ Դուք հիմա էներգիա կզգաք ձեր մարմնում եւ կազատագրվեք այդ կապանքներից։ Շարունակեք շարժել։ Բարձրացրեք ձեր կոճերը։ Դա կօգնի շատ լավ, սկսեք դոփել ձեր ոտքը գետնին այսպես։ Նայեք, հենց այսպես։ Դոփեք։ Շատ լավ է։ Մի վախեցեք, վստահեք ինձ։ Ես գիտեմ ձեզ ինչ եմ ասում։ Իսկ հիմա եկեք լսենք վկայությունները։ Ինչ խնդիր ունեիք։ Անցյալ չորեքշաբթի դուք աղոթում էիք, իսկ ես դիտում էի ձեզ։ Դուք աղոթեցիք հեռուստատեսությամբ ձեզ հետևող մարդկանց համար, ովքեր մեջքի ցավ ունեին։ Եվ ահա ես ձեզ հետ աղոթելով բժշկվեցի։ Բժշկվեցիք։ Այո։ Ամեն, փառք Աստծուն։ Դուք Այս ծունկս ցավում էր, քանի որ ընկել ու վնասվել էի։ վաղուց էր ցավում։ 15 տարի։ Հիմա բժշկված եք։ Փառք Աստծուն, արեցի այն, ինչ ցույց տվեցիք։ Այո, ես տեսա։ Ինչպես էիք քայլում։ Քայլում էի նորմալ, բայց շատ էր ցավում։ Ցավ դեռ կար։ Այո։ Իսկ հիմա ցավ չկա։ Ոչ։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Հիմա դուք Հովիվ, մի շաբաթ է ինչ վիզս ցավում է, չէի կարողանում շարժել, բայց հիմա աղոթքից հետո կարողանում եմ այն թեքել դեպի աջ։ կարողանում եք։ Այո, կարողանում եմ։ Աստված բժշկում է բարեկամներ։ Մի նահանջեք, մի հանձնվեք։ Դուք Ականջիս մեջ աղմուկ կար, բայց աղոթքից հետո փառք Աստծուն անցավ։ անցավ։ Այո, Ամեն։ Իսկ դուք ինչ ունեք ասելու։ բարև ձեզ դոկտոր Սուարես։ Բարև ձեզ։ Մեջքիս արթրիտի պատճառով ուժեղ ցավ կար ծնկներիս մեջ, բայց ձեր աղոթքի ժամանակ այն անցավ Հիսուսի անունով։ Ամեն։ Ձեռնափայտով քայլողներ, նետեք ձեռնափայտը, Աստված գործում է։ Քույրս Ես վրայի երթի եմ ենթարկվել ու ծնկիս հատվածում 5 վիրահատություն եմ տարել։ դա երբ էր։ Արդեն 2 տարի է։
Ինձ պետք է, որ ոսկրային փոխպատվաստում անեին, բայց փառք Աստծո, ես հիմա այստեղ եմ եւ այլևս ոչ մի ցավ չեմ զգում։ Փառք Աստծուն, ամեն։ Դուք ինչ կասեք։ Դոկտոր Սուարես, իմ ձեռքը ոլորվել էր եւ ես չէի կարողանում բարձրացնել այն, բայց հիմա կարողանում եմ։ Վաղուց Գրեթե 3 ամիս։ Աստված գործում է մեր մեջ։ Եղբայրս 12 օր առաջ ես ծանր հիվանդացա, գնացի բժշկի։ Բուժում նշանակեցին, որը խախտեց ստամոքսիս աշխատանքը։ Գրեթե ոչինչ չէի կարողանում ուտել, բայց դուք հատուկ աղոթեցիք ստամոքսի խնդիրների համար, եւ այդ ժամանակ ես զգացի, որ իմ ստամոքսը բժշկվում է։ Այդ պահից անհամեմատ լավ եմ զգում ինձ։ Փաստորեն դուք եք ստամոքսի խնդրով։ Քույրս Ես 98 տարեկան եմ։ Ամեն օր հեռուստացույց եմ դիտում։ Ունեմ այն բոլոր խնդիրները, որի համար այսօր աղոթեցիք։ Մարմինս ոտքից գլուխ ցավում էր։ եւ ինչ եղավ։ Միայն այն, որ ես հավատով եկել եմ օրհնվելու եւ կօրհնվեմ։ Դեռ չեք օրհնվել։ Մի քիչ այո, Ուրեմն ամեն բան դեռ առջևում է։ ճիշտ է։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ։ Սուրբ Գիրքն ասում է, որ արդարների ճանապարհը ծագող արևի պես է։ Այն դանդաղորեն սկսվում է ծագել ու ավելի ուժեղ շողալ։ Լույսը ձեզ վրա արդեն սկսել է ծագելը։ Դուք ուղղակի հավատացեք։ Դուք Ցավեր վզիս եւ արմունկիս վրա։ անցել են։ Փառք Աստծո, այո։ Հիմա դուք քույրս։ Ծունկս ծանրացած էր, բայց հիմա ավելի լավ է։ Ամեն։ Հիմա դուք խնդրեմ։ Իշազի նյարդի ցավ։ Անցել է։ Փառք Աստծուն։ Ինչ խնդիր կար։ Հովիվ, իմ ծունկը դողում էր, ես չէի կարողանում կանգնել։ Կանգնած ժամանակ ծունկս շատ էր դողում, բայց ձեր աղոթքից հետո լիովին անցավ։ Ամեն։ Ձեր մոտ ինչ էր։ Ձախ ձեռքս չէի կարողանում բարձրացնել։ Կարծես ձեռքս մարմնիցս պոկվեր։ Հիմա Շատ էր ցավում։ բայց Աստված բուժեց ձեզ։ Այո։ Դուք Շատ դժվար եմ հասել այստեղ։ ինչու։ Ծունկս ցավում էր։ Արթրիտ ունեի։ Ծնկիս ցավն այնքան էր մեծացել վերջին օրերում, որ ուղղակի որոշեցի գալ այստեղ։ Ինձ մի կերպ քարշ տալով։ Ցույց տվեք։ Բայց հիմա այստեղ եմ։ Ցույց տվեք նախկինում ինչպես եք քայլում։ Ես մի կերպ բերեցի ինձ այստեղ։ Հիմա խնդրեմ մեզ ցույց տվեք ինչպես եք Կներեք։ քայլելով եկել։ Եկեք այստեղով քայլեք։ Մեզ ցույց տվեք։ Տեսեք, Աստծուց էր, որ այսօր եկա այստեղ։ Հիմա դուք բժշկված եք։ Այո, Ուրեմն այդ ձեռնափայտը ձեր ուսին դրեք։ Շատ լավ է։ Առաջ նայեք, ոչ թե ձեր ոտքերի տակ։ Դուք կարող եք քայլել առանց ձեռնափայտի։ Աստված իմ։ Աստված իմ։ Քայլեք քույրս։ Աստված իմ փառք ես։ Կարողանում եք քայլել հիմա։ Օ Աստված իմ, Աստված իմ։ Փառք ես Տեր։ Շնորհակալ եմ Տեր։ Նախկինում չէր ստացվում։ Ոչ, չէի կարողանում։ Երկար ժամանակ։ 4 տարի։ Ուրեմն մի ասեք Աստված իմ, այլ փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Մի քիչ քայլեք հիմա։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Ավելի մեծ քայլերով քույրս։ Հրաշալի է։ Աստված ձեզ հետ է։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Հրաշալի է, չէ՞։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Շնորհակալ եմ։ Ձեր անունը Իրասեմը։ քանի տարեկան եք։ Ես 85 եմ։ Հրաշալի է, չէ՞ բարեկամներ։ Փառք Հիսուսին։ Միշտ առաջ կարող եք ձեր տեղը զբաղեցնել։